Բարի օր սիրելիներ, հուսամ լավ եք։ Ազատվելն էլ հրաշալիորեն ենք մենք տեսնում նույն հենց Սուրբ Հոգով առաջնահերթը մեր կյանքում ապաշխարության ու դարձի գաղափարն է, որը 3 մասից է բաղկացած կարելի է ասել։ Նախ եւ առաջ ապաշխարության միջոցով սկսում ենք մաքրվել։ Եվ այդ մաքրությունն ինքնին ամենակարևոր բանն է, այսինքն մեղքից սկսում ենք մաքրվել, այն ինչ որ ասում էր Սաղմոս 2 50-րդ Սաղմոսի մեջ, որ ասում էր ողորմիր ինձ Աստված, քո մեծ ողորմությամբ, քո գթությամբ իմ մեղքերը մաքրիր։ Եվ նաև շարունակաբար ասում էր, որ իմ մեջ սուրբ սիրտ հաստատիր Տեր, որովհետև այդ սիրտը պիտի նորից սրբանա, պիտի մաքրագործվի եւ այդ մաքրագործման ընթացքի մեջ ենք մենք։ Մաքրագործումից հետո գալիս է լուսավորումը։ Եվ այդ լուսավորումը լինում է մի քանի ձև։ Առաջի հերթին լուսավորում ենք Աստծուն ճանաչելով։ Աստծո խոսքը ճանաչելով, ահա թե ինչի Սաղմոս 118-ի մեջ մենք ընթերցում ենք, որ Աստծո խոսքը լույս է, լապտեր է մեր ոտքերի առաջ եւ լուսավորում է մեր ճանապարհը։ Միևնույն ժամանակ նույն ինքը մեր Տերն ու Փրկիչը պիտի ասեր, որ ինքն է լույսը եւ նա ով ճշմարտությունը ճանաչում է նաեւ իրեն, եւ այս մտքերը մենք կարդում ենք Հովհաննես ավետարանի մեջ։ Եվ փաստորեն մաքրագործումից հետո գալիս է լուսավորում, եւ վերջին կետը, որ հայրերն ասում են, դա միավորումն է։ Երբ մարդ սկսում է միավորվել իր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի հետ, որովհետեւ ինքնին Սուրբ Երրորդությունը միություն է Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու հետ, ահա թե ինչ էր ասում ինքը Տերը, երբ որ ասում էր ես եւ Հայրը մի ենք Հովհաննես 10-ի մեջ, եւ նաեւ Հովհաննես 17-ի մեջ ասում էր ես եւ Հայրը կգանք եւ կբնակվենք ձեր մեջ, այսինքն այդ միությունը կհաստատվի։ Եվ այդ միությունը այդ հիմնական կետն է, որ քրիստոնյան տենչում է հասնել, եւ այդ հիմնական կետի հասնելու ժամանակ է, որ մենք գիտակցում ենք, թե ինչ ենք կորսել եւ ինչ շահեցինք։ Եվ դրա համար էր, որ Սուրբ Պողոս առաքյալը Եփեսացիս 4-ում պիտի ասեր, որ միությունը գագաթնակետն է, ու դրա համար պիտի ասեր, որ մեկ Տեր կա, մեկ հավատ կա, մեկ մկրտություն կա, եւ ընդհանրապես Քրիստոս եկավ մեկ դարձնելու բոլորիս։ Ուրեմն ուզեցի այս փոքրիկ խորհրդածությունը ձեր հետ կիսել, որ մեղքի ճահիճի մեջ ենք, որովհետև անհնազանդ ենք, մեկ, որովհետև տգետ ենք հաճախ հոգևոր իրականությունը չենք ճանաչում, եւ որովհետև թույլ ենք կամքով եւ ներքին պատերազմների մեջ ենք, եւ հաղթահարում ու դարձի ենք գալիս ապաշխարության ճանապարհի վրա ենք կանգնում, երբ որ սկսում ենք մաքրագործման ընթացքը, որից հետո գալիս է լուսավորում, իսկ լուսավորումից հետո էլ արդեն գալիս է միավորում, միություն մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի հետ։ Թող Տերը շարունակաբար օրհնի մեզ եւ իմաստություն տա, որպեսզի իր խոսքով եւ մեր սուրբ հայրերի գրականությամբ ավելի լավ ճանաչենք իրեն եւ ինքներս մեզ եւ մեկս մյուսի համար աղոթելով եւ ի վերջո նաեւ մեկս մյուսին սրտակից լինելով շարունակենք մեր հոգևոր ճանապարհորդությունը, այսպես ուխտագնացությունը դեպի երկնքի արքայություն։ Շնորհակալ եմ։